Ողջույն, հարգարժան տիկնայք եւ պարոնայք, Ռուբեն Մեհրաբյան Talks YouTube-յան ալիքում հարցազրույց է։ Եվ այսօրվա իմ հյուրը քաղաքագետ եւ իմ լավ բարեկամ Հայկ Սուքիասյանն է։ Ողջույն, պարոն Սուքիասյան, ուրախ եմ ձեզ տեսնելու։ Շնորհակալ եմ, որ հրավերս ընդունեցիք։ Սա ձեր առաջին հարցազրույցն է մեր ալիքում եւ հուսով եմ վերջինը չի, շատ կցանկանայի բոլոր դեպքերում։ Այսօրվա մեր խոսակցության թեման իհարկե մեր նորընտիր խորհրդարանը։ Արդեն երկրորդ օրն է ինչ աշխատանքներն ընթանում են, Ռուբեն Ռուբինյանը դարձել է նախագահը նորընտիր խորհրդարանի, 3 տեղակալների թեկնածություններ են քննարկվում, նրանք էլ ըստ ամենայնի կընտրվեն, բայց մենք լսեցինք առաջին ելույթները եւ ըստ էության, ինչպես ժողովուրդն է ասում, փորձեցինք հասկանալ ով ինչ է շնչում, ով ինչ օրակարգով է այնտեղ եկել։ Եվ բացի դրանից մեր պետությունը օբյեկտիվորեն ունի իր կենսական կարևորության հարցերի մի այսպես շարք օրակարգ եւ որքանով է մեկը մյուսի հետ այսպես համահունչ, adekvat, եթե կուզեք, եւ ընդհանրապես ինչ է սպասվում ըստ այդմ առաջիկա 5 տարի։ Համեցեք։ Նայեք, մի հատ սրանց ծագումնաբանությունը հասկանանք, չնայած գիտենք, բայց էլի հասկանանք։ Խոսքը Հայաստանի ինչ հեղափոխական անցյալի դերակատարների մասին է եւ այսօր քաղաքական դաշտում ընդդիմության տեղը գրաված, զբաղեցած սխալ է իրենց դեպքում։ Գրաված հատվածի մասին է։ Այս մարդիկ ակնհայտ է, որ հայաստանյան օրակարգի մարդիկ չեն, մտածողությամբ, աշխարհայացքով, ինքնությամբ հայկական ծագումնաբանություն չունեն։ Այարկե տենց Հայաստանում են կենսագործունեություն ծավալում, որ չպիտի ծավալեին, բայց ամեն դեպքում այդ մարդիկ օգտվելով մեր պետության թույլ կողմերից, բայց նաև մեր հասարակության քաղաքական մտածողության առանձնահատկություններից հայտնվել են խորհրդարան։ Որովհետև նկատի ունենանք այս մարդիկ, նայեք, իհարկե մենք դի ելքեր որոնենք վաղը մյուսօր, որ սրանք եւ սրանց նմանները խորհրդարան չգան։ Ելք դի որոնել, սրանց մտածել, որ սրանց հնարավոր է փոխել, դա անիմաստ եւ պարապ զբաղմունք է։ Հնարավոր չի այս մարդկանց բերել հայաստանյան օրակարգ եւ հայության դարդերով մտածելու շրջանակներ, դա ելքեր պետք է որոնել, որ այս մարդիկ վաղը մյուսօր հնարավորություն չունենան խորհրդարան հայտնվելու։ Բայց այստեղ մենք նաև աշխատանք ունենք անելու մեր հասարակության հետ։ Միայն շարը չգցենք դրանց վրա, կամ որ իշխանությունը իրենց չի արգելել։ Մեր հասարակության մեջ բաներ կա, պետք է օբյեկտիվ լինենք։ Մտածողության խորքերում ենթաշերտեր կան։ Ռուսական մտածողությունը կա։ Այդ միայն փողով չի, որ դրանք այդ փողով առել են։ Փողով նաև իրենք կարող են, ենթադրում եմ, ռուսական մտածողությունը հայության այդ հատվածի մոտ ուժեղացրած լինել։ Ասեմ, չեմ, տարբեր բաներ են, բայց մենք ինչ ունենք։ Մենք ունենք էլի հակադրությունների խորհրդարան, այդպես բակային հայերենով ասած թոփալ խորհրդարան, որովհետև իշխանությունը կա, բայց էմի ոդկը կաղ է, բայց նաև հատված է, որը ռուսական, ինչպես դուք եք ասում, թթվի քարով կախվել է ոտքերից եւ խանգարելու է մեր պետության զարգացումը։ Ինչքան, չգիտեմ, կհասկանանք։ Բայց այն որ հիմա իշխանությունը եւ պետությունը բավարար պոտենցիալ կուտակել է գոնե առաջիկա 5 տարիների ընթացքում ստեղծել այնպիսի պայմաններ, որ սրանք հաջորդ անգամ հնարավորություն չունենան մասնակցելու, այդ հաստատ է։ Այլ բանն է, թե իշխանությունը ինչքանով դա կիրականացի, որտեղ նախկինում դե նկատի ունենանք, որ առաջնային էր արտաքին քաղաքականությունը։
ագրեսիան Ադրբեջանի զսպելու խնդիր կար, չգիտեմ, դաշնակիցներ որոնելու խնդիր կար, եւ արտաքին քաղաքականությունը գերակա է ներքին քաղաքականության նկատմամբ։ Եվ այդ ընթացքում միգուցե սրանք հաջողացրեցին դες բուքսիրով իրենց լեշերը բերել խորհրդարան։ Բայց հիմա այդ վտանգները շատ չեն պետության համար եւ պետությունը ունի հնարավորություն ժամանակ ներքին կյանքով զբաղվելու եւ առանձին դեպքերում նաեւ հեղափոխական որոշումներով մեր ներքին կյանքը փոխելու բայց դրա համար միայն դա էլ բավարար չէ այստեղ այլընտրանքը կազմակերպված այլընտրանքը պիտի ձևավորվի այդ դաշտում եւ ժողովրդավարական թևում թուլություն կա եւ մենք պիտի օբյեկտիվ լինենք եթե այդ դաշտը կազմակերպվի եւ ժամանակակից տեսքով կազմակերպված ծրագրերով ներկայանա կջարդի դրանց մենակ այն չի որ գիտեք որտեղ ստեղ հարց կա ենթադրենք սրանց փակեց օրինակ իշխանությունը թույլ չտվեց մենք պիտի նկատի ունենք որ Ռուսաստանի գործակալական ցանցը մեր բոլոր հյուսվածքներում տեղավորված է կրթության մեջ, բուհերում, գիտության մեջ, հասարակական մտածողության տարբեր շերտերի մեջ, իրենք այս դաշտում նոր գործակալներ ունեն, եվրոպացու դեմքով, ամերիկացու արտաքինով, դրանց են ռեկլամ անելու, ուզում ասել մենակ դրանց փակելով չի, այս դաշտն էլ պետք է ուժեղանա, որպեսզի կարողանա այն նորեկներ ինչ արտել, սա էլ կա, այս մենք ինչ ունենք, նախորդ խորհրդանի կրկնություն է, ոչ մի տարբերություն, մի քիչ նորացված դիսկուրսով, մի քիչ թարախ դեմքերով կամ ոչ թարախ դեմքերով, բայց ըստ էության էլի նույն հակադրությունների վրա ստեղծված խորհրդարան է, իշխանության ոտքերից կախված, Թուրքիայի լեշը անընդհատ հայությանը հետ բերող, հակաթուրքականության թեզիսի վրա ստեղծված ռուսական աշխարհայացքով ուժեր են, որոնց նպատակը ինչ է, տորպեդարել պետության զարգացումը թույլ չտալ նաև քաղաքական դաշտը կայանա։ Սրանք ոչ միայն պետության զարգացումը չեն թողում, նաև քաղաքական դաշտն են այլասերում, քաղաքական դիսկուրսն են այլասերում։ Ինչ ասեմ, խոսքով էսի խորհրդան է։ Տեսեք, պարոն Սուքեսյան, երբ դուք զուգահեռ եք տանում 21 թվականի հետ եւ այո մատնացույց անում այն հանգամանքին, որ այդ ժամանակ հենց պատերազմից անմիջապես հետո, որ պատերազմը ավարտած ոչ մեր օգտին, բայց կոնֆլիկտը շարունակվող ու ամենօրյա վտանգով մեր ընդհանրապես գոյաբանական մակարդակի ամենօրյա վտանգով հիմա իրավիճակը արմատապես այլ է։ Այդ ամենօրյա վտանգը չկա։ Կոնֆլիկտի կարգավորման համար ծանրակշիռ քայլեր են արված, չնայած էլի մինչև վերջ կարգավորված չէ։ Բայց այն ժամանակ 21 թվականին Ռուսաստանը, այսպես ասենք, ամենազոր էր եւ ամենուրեք էր։ Հիմա Ռուսաստանը էլի կա, բայց շատ տեղերում այլևս չկա։ Բոլոր դերում Ռուսաստանն այսօր ինքն է, որ պատերազմ էր բերել մեր տուն, այսօր ինքն է ամենօրյա ռեժիմով տրակում, վազում 5 լիտր բենզինի հետևից եւ ոչինչ չունի դրան ուրեմն դիմակայելու, հա։ Էլ չեմ խոսում անմեղսունակության մասին։ Այո, Ռուսաստանն այն ժամանակ Հայաստանի բարդ, բայց գործընկերն էր։ Հիմա մենք տեսնում ենք Ռուսաստանի կողմից շատ կոնկրետ թշնամական գործողություն դե յուրե ամրագրված, հա։ Էմբարգո, տրանզիտի արգելք եւ այլն եւ այդպես շարունակ։ Եվ հիմա այդ 5-րդ Շարասյանը որպես յուրային ներկայանալ հանրությանը եւ այդ դա պաշտպանել, հավատացեք, շատ բարդանում է իրենց գործը։ Ինչ այս համատեքստում ինչ դատողություններ ունեք համաձայն։ Ամեն ինչ ճիշտ է։ Մենք հասկանանք, մենք ինչ ունենք անելու։ Այն որ այս խորհրդանը կա ձևավորված է, սրա հետ որևէ բան անել այլևս հնարավոր չի։ Ինչքան կյանք ունենա, այդ հետո կերևա։
կախված է, թե մեր պետությունը այս ընթացքում ինչ պոտենցիալ կկուտակի, որտեղ ամեն ինչ նայեք, կախված է պետության հավաքական հզորությունից։ Ինչքան այդ պետության հզորությունը, այդքանով էլ այդ պետությունը գործում է ներքին կյանքում եւ արտաքին կյանքում։ Այն որ դուք նշեցիք, որ պետությունը արտաքին հարաբերություններում հաջողություններ ունի եւ իր շուրջ որոշակի անվտանգային միջավայր ստեղծելու հարցում հաջողություններ ունի, այդպես է, բայց դա նաեւ նշանակում է, որ այդ պետությունը իր ռեսուրսի մեծ մասը ծախսել է դրա վրա, չէ՞, այսինքն այն որ մենք սա ունենք, դա որովհետեւ դա ծախսած ռեսուրս կա դրա վրա։ Այսինքն ակնհայտ է, որ ռեսուրսի մեծ մասը գնացել է այս հարցի լուծման համար։ Հիմա Ռուսաստանի հետ կապված ակնհայտ է, որ նույնիսկ եթե մենք չուզենանք էլ նույնիսկ բալանսավորման մեջ էլ չուզենանք Ռուսաստանից շատ հեռանալ, Ռուսաստանը ինքը մեզ դրդում է դրան։ Եվ դա լավ է։ Պարզապես մենք պետք է այս ամեն ինչը հաշվարկով անենք։ Կարող ենք օրինակ հարցերը Ռուսաստանից հեռանալ եւ ռուսական ներկայությունը Հայաստանի մարմնից հանել հեղափոխական որոշումներով, հենց այս պահին եւ վերջ օրինակ, բայց դա պետք է հաշվել։ Իմաստ ունի թե չէ, եթե ունի պետք է անել, մենք ոչ թե պետք է գնանք հույզերով, որովհետեւ սենց պետք է անել։ Հա ճիշտ է, Ռուսաստանը աշխարհի համար, ասենք Ամերիկայի համար թույլ պետություն է։ Բայց դի շարունակենք նայել մեր պարագայում իմաստ կա, որպեսզի մենք գնանք համարժեք քայլերով արձագանքի։ Եթե կա, անենք, բայց դա մենք պետք է հաշվենք։ Կարող է օրինակ իմաստ կա շարունակաբար Ռուսաստանի թույլատրությանը զուգահեռ ռուսական ներկայությունը հանել։ Նայեք Հայաստանը ինչ է անում ըստեղության։ Հայաստանը հասունացնում է խնդրը, հետո դնում է այդ խնդրի լուծումը։ Օրինակ այս երկաթուղու հարցը, որ ակնհայտ է, որ Ռուսաստանը այստեղից պետք է գնա, որովհետև մենք կյանք չունենք։ Նույնիսկ եթե թշնամաբար էլ չվերաբերվի, նույնիսկ եթե ուզենա էլ մեր ուզածով անի, միևնույն է նա չունի զարգացման պոտենցիալը, որ կարողանա այդ երկաթուղիները բերել ժամանակակից մակարդակի։ Ուզենա էլ չի կարող։ Այսինքն մենք պետք է չնայենք, որ Ռուսաստանը ենթադրենք կարող է վաղը բարեկամի իրականում բարեկամի տեսքով ներկայանա, բայց նա այդ պոտենցիալը չունի։ Նա քեզ զարգացում տա չի կարող։ Ակնհայտ է, որ մենք պետք է փոխվենք եւ ռուսական ներկայություն պետք է հանենք այստեղից։ Բազմապես պետք է հաշվել, օրինակ, եթե մենք կարողանանք դա բալանսով անել, էվոլյուցիոն ճանապարհով անել, եւ դա մեզ չի խանգարի, գնանք այս ճանապարհով։ Եթե կհասկանանք, որ էվոլյուցիոն ճանապարհով հնարավոր չի, հիմա է պետք ռուսական ներկայությունը հանել, հիմա պետք է ան, բայց դա պետք է հաշվել։ Օրինակ, մենք նայեք, Ռուսաստանը իհարկե ճիշտ է, թույլ է, պատերազմ է, ամեն ինչ ճիշտ է։ Բայց այդ Ռուսաստանը միշտ էլ այտենց է ապրել։ Հայության մոտ Ռուսաստանի վերաբերյալ պատկեր կա։ Ինչ-որ մի հատ պետություն է դա Ռուսաստանն է, բայց իրական Ռուսաստանը էս է, նա միշտ էլ սենց ապրել է։ Եվ իրականում նայեք, իր լավ է իր համար վատ է, կարևոր չէ, պետությունը աշխարհի կռիվ է անում։ Տակ է տալիս, շահում է, չի շահում, բայց հենց դուք դրա պոտենցիալը նայեք։ Ուկրաինայի հետ կռիվ է անում, մեզ հետ թշնամացել է եւ մեզ վատություն արեց։ Վրաստանի հետ խնդիր մի քիչ ունի ամեն դեպքում։ Եվ արևմուտքի հետ խնդիր ունի, Ղազախստանին մումնա թե գալիս, բայց գալիս է, պոտենցիալը հերիքում է, չերիքում, կարևոր չէ, բայց այդ պետությունն այդպես ապրում է, սովոր է այդպես։ Ուզում ասել, չգիտեմ, պետք է հաշվենք։ Մենք իմաստ ունի հենց հիմա այդ հարցը դնելու, թե արժի հասունացնել եւ հարցը օբյեկտիվ լուծման բերել։ Բայց այն որ մենք պետք է դա անենք, այդ ակնհայտ է։ Բայց այստեղ իրականում նայեք որն է, մեր իրական խնդիրը, որպես ժողովուրդ եւ պետություն։ Այս բանին արտաքինը չի։ Արտաքին վտանգի սպառնալիքը շատ ավելի թույլ է, քան ներքինը։ Ներքի սպառնալիքը վտանգավոր է, որտեղ դա քայքայում է մեր հասարակության մտածողությունը, հոգիները, քայքայում է, ներհասարակական կոնսենսուսը թույլ չի տալիս, անընդհատ բախումների, հակադրությունների հասարակություն ենք մենք մնում։ Եվ Հայաստանի անուղեղ
հակապետական, հակահայ հատվածը խորհրդանական ամբիոնից սեփական պետության դեմ շարունակում է գործել եւ հասարակությունը պահում է թշնամանքի մեջ։ Ուզում ասեմ, մեր խնդրեմը ոչ մեկ նույնիսկ այսօր իշխանությունը որևէ բան չբացատրի։ Մեր գլխավոր խնդրեմը հիմա ներսին է, ներքին է։ Եթե մենք որպես ժողովուրդ եւ պետություն ներքին հարցը չենք լուծելու, մենք ոչ մի շանս չունենք արտաքին աշխարհի հետ բան խոսելու։ Չգիտեմ, զուգահեռ հարցեր են, որոնք պետք է իրար հետ զուգահեռաբար լուծել։ Եվ մենք շատ հարցեր կա, որ պետք է լուծենք։ Մենակ այդ քաղաքական դաշտը չի։ Եկեղեցու հարցն էլ կա, որ ոնց որ թե տենց բան է, արդեն ականջի հետև գցելու բաներ կա արդեն, որ ինձ դուր չի գալիս։ Որովհետև այն հակապետական սեգմենտի հոգևոր թևը մեր եկեղեցին օկուպացրել է եւ մենք շարունակում ենք այս հարցում այդպես ոնց որ դոփել տեղներս։ Սա լավ բան չի։ Եվ այստեղ իշխանությունից պահանջ կա, որ ես ունեմ այդ պահանջը։ Այդ հարցը ականջի հետ պետք է չգցել, որովհետև մենք հիմա պետականաշինության գործընթաց ենք մեկնարկել, որտեղ այն ինչ ինչ հեղափոխական անցել է, դա պետության հետ կապ չունի։ Այն ինչ եղել է պետության նման ինչ որ մի հատ եսի ինչը գոյացություն է եղել։ Մենք ինքնիշխան պետություն դառնում ենք հիմա։ Նաև ձեր օգնությամբ, մյուսների օգնությամբ։ Եվ հետեւաբար պետության հիմքերը պետք է ամուր դրվի։ Եվ պետք է արդարության սկզբունքի հիմքի վրա դրվի։ Ձերի հետ գործ անելով հնարավոր չի հայությունը մենք որպես ժողովուրդ։ Կարող է մեր մի մասը չգիտեմ, բայց մենք պետություն տապալել գիտենք։ Մենք գիտենք այդպիսի բան անել։ Կարող է մեր փոքրամասնությունը ավելի ուժեղ է գտնվում մեծամասնությունից, դա կարևոր չի, դա բացատրություն է։ Բայց մենք երկու հատ պետություն ենք տապալել, երկու հատ, մեկ Ղարաբաղը, մեկը Ղարաբաղը։ Անց ենք տապալել աշխարհը տենա զարմանա, մենք ունենք այդպիսի բնավորություն։ Հետևաբար հիմքերը պետք է արդար դրվի։ Եվ մեր եկեղեցին օրինակ հիմա որպես հոգևոր հենարան պետք է գա այս քաղաքական գործընթացը, անկախացման process-ը օրնելու, հոգևոր նեցուկ լինելու, պետք է մեր եկեղեցին։ Ուզում ասեմ, այնց էլ պետք է արվի, այն էլ պետք է արվի, ինչ ասեմ, շատ գործ կա անելու, դրա համար ես իհարկե շարը չգցենք մենակ իշխանության վրա, մենք էլ անելիք ունենք, որ իհարկե չգիտեմ, անում ենք ինչքանով որքանով չեմ կարող ասել։ Դասեմ ասեմ, այստեղ տարբեր բաներ կա, ու զուգահեռաբար արվի են։ Պարոն Սուքերսյան, այս խոսակցություններ նաև ընթանում են Ռուսաստանի հետ Հայաստանի հարաբերությունների պատմականորեն աննախադեպ ճգնաժամի պայմաններում։ Այո, Ռուսաստանն արել է մի շարք քայլեր, որի արդյունքում նա ըստ էության հեռանում է շատ ու շատ երկրներից, հեռացավ Ուկրաինայից, ավելի վաղ Բալթյան երկրներից, Վրաստանից, Մոլդովայից, կամաց հեռանում է նաև Կենտրոնական Ասիայից։ Իհարկե դրանք տարբեր պատմություններ են, հա, բայց ունեն մի միավորող բան, այն որ Ռուսաստանը հեռանում, բայց պատմությունը մեզ ինչ է հուշում։ Ռուսաստանն այնտեղից որտեղից հեռանում է իր թուլացման բերումով ուժեղանալու պես այնինչ համարում է իրանը, տարօրելով բոլոր պայմանավորվածությունները, պայմանագրերը, նա վերադառնում։ Տեղքա ստացվում, տեղքա չի ստացվում։ Նա չի վերադառնում միայն այն դեպքում, երբ որ վերադառնալու այդ ներքին ենթակառուցվածքը այլևս չկա։ Վերադառնալու տեղ չունի Ռուսաստանը, գալիս դեմ է առնում պատին ու ասում է վերջ։ Մենք Լեհաստանի պատմությունը գիտենք, չէ՞։ Ռուսները ճանաչում են անկախությունը, 2 տարի հետո հարձակվում։ Հետո չի ստացվում։ Պիլսուդսկիից լավ ծեծ են ուտում։ Գալիս են 20 տարի հետո։ Ու ընդ որում գերմանացիների հետ միասին։ Ֆինլանդիայի հետ պատմությունը գիտենք, 18 թվականին անկախությունը ճանաչում են, 21-22 տարի հետո հարձակվում են Ֆինլանդիայի վրա, նենց ոնց որ Բալթյան երկրներին, որ միացնեն իրենց, որովհետև ժամանակին դա Ռուսաստանի մաս էր։ Հիմա Հելսինկին նայում եք, Պետերբուրգն է շատ հիշեցնում, ես եղել տեսել, բայց Ֆինլանդիան դարձավ պետություն,
Եվ հիմա էլ արդեն մտավ դատոյի մեջ, ջարդելով 80-ամյա չեզոքությունը, այսինքն մենք ներսում, ես այդտեղ է, որ 100%-ով համամիտ եմ ձեզ հետ, մենք ներսում բազմաթիվ անելիքներ ունենք, որ ռուսական վերադարձի ենթակառուցվածք Հայաստանի ներսում թույլ չտանք, ռուսները այստեղ գալու տեղ չունեն։ Ինչ դատողություններ ունեք սրա հետ կապված հանձ։ Ճիշտ է, ռեսուրս պիտի չունենա, որ հետ գան։ Այն որ ճիշտ է, Ռուսաստանը հետ գալու խասյաթ ունի, պատմականորեն է ճիշտ, եւ ընդհանրապես ժամանակակից պետությունները, նախկին կայսրությունները իրենց արտաքին քաղաքականության մեջ բազմաթիվ փոփոխություններ են մտցրել, Ռուսաստանը շարունակում է միջնադարի մեթոդով աշխատել աշխարհում։ Օրինակ Ռուսաստանը առաջին աշխարհ գերտերությունների գիրք վերադառնում է միշտ սապոկով։ Շատ պետություններ կան, որոնք փոխել են, փափուկ ուժ են կիրառում, չգիտես, տնտեսական էքսպանսիա են կիրառում, քաղաքակրթապես գրավիչ են դառնում, մշակութապես գրավիչ են դառնում եւ պետությունները ավտոմատ ուզում են գնալ այդ պետությունների հետ համագործակցության։ Ռուսաստանը չունի այդ գրավչությունը, հավես էլ չունի ունենալու։ Դա համար ինքը միշտ տեղավորում է սապոկով։ Եվ հետ հետաքրքիր չի աշխարհի կարծիքը, ջնջխելով գալիս է։ Օրինակ ասենք, ասում են դեմոգրաֆիական խնդիր ունի, ասա խնդիր չկա, Ուկրաինան կգրավեմ, հարցը կլուծեմ, ինքը տենց է մտածում։ Եվ այո, գալիս է այն դեպքում, եթե ռեսուրս ունի։ Դրա համար մենք ռուսական ներկայությունը, նայեք, միայն ֆիզիկական ներկայության մասին չի, մտածողությունը, ռուսական հոսանքը, շատ ուրիշ բաներ, ես առիթ ունեցել եմ ասելու, հիմա էլ եմ ասում, ժամանակին մեր համալսարաններում ամբիոնների վրա գրված էր ռուսաց լեզվի եւ օտարլեզուների ամբիոն, այսինքն ռուսենը օտար չի, տենց սղացրել են լեզվամտածողության մեջ, բանի մեջ, այսինքն նստած է մեր տարբեր շերտերում, մենք միայն սրանց ներկայությունից չի քաղաքական, որ պետք է ազատվենք։ Մենք լեզվամտածողությամբ, մշակույթով, շատ ուրիշ բաներով մենք պետք է ազատվենք եւ դրա համար մենք նաեւ մեր կրթության հետ պետք է աշխատենք։ Մենք չենք կարող միայն ենթադրենք, լավ, ասենք սրանց հաղթեցինք, բայց եթե դուք այս համալսարաններում այս մտածողությունն եք թողելու, այս պատմագիտական միտքը, որը շարունակում է ժողովրդին ռուսական գերակայության պատմաշինություն սրսկել, շարունակում է այս 5-6 տարին, որ մեր կրթության մեջ շատ փոփոխություններ չի եղել, այդ մարդիկ մնացել, դրանք սերունդ են, չէ՞, փչացրել։ Այսինքն այս ոլորտերում մենք պետք է աշխատենք եւ այո, եթե մենք օրինակ ինչ որ հարցում ձախողեցինք, մեղավորը լինելու ենք մենք։ Մենք ենք լինելու, որտեղ արտաքին վտանգը դե հասկանալի է, օբյեկտիվորեն շատ պետություններ վտանգներ ունեն։ Բայց Ռուսաստանին Հայաստան հրավիրող կլինենք մենք։ Եվ մենք պետք է այդ որոշումները կայացնենք, սրանց հարցը պետք է լուծվի։ Հիմա չգիտեմ ոնց կլուծի, բայց էլի եմ ասում, ես մեզնից, ձեզնից, ես պահանջում եմ։ Ստեղ այլընտրանքային ուժը պետք է կազմակերպված ձևով կայանա։ Պիտի կայանա, որովհետև ենթադրենք իշխանությունը սրանց արգելեց, եթե ժողովրդարական այլընտրանքը կազմակերպված ուժեղ տեսքով չի ներկայանալու, ռուսական KGB-ն ուրիշ արևմտամետ է անցկացնելու, այդ 100% է։ Արդեն կան երիտասարդ, մի քիչ երիտասարդ, մի քիչ միջին տարիքի, կան արդեն այդ մարդիկ։ Դրա համար ուզեմ ասեմ, մենակ այդպես ամեն օր չես կարա, էլի սրան փակես, հետո նրան փակես, մի անգամ պետք է այդ ուժը, այլընտրանքային ուժը ջարդի եւ մտի խորհրդարան։ Դե ինչ ասեմ, սրանք պրոցեսներ են, բայց սրանք մեր լավագույն օրերն են, ասեմ ձեզ։ Մենք երևի մեր պատմության մեջ այսպիսի հնարավորություն չենք ունեցել, որ իհարկե ցավալիորեն մեզ համար ինչ որ շրջան, բայց անկախ պետություն կառուցելու մեզ համար լավագույն օրերն են, լավագույն շրջաններն են, թուլացած Ռուսաստան, աշխարհից ծեծ ուտող Ռուսաստան, Հայաստանից աստիճանաբար հեռացող Ռուսաստան եւ այո, դա նաեւ Ռուսաստանի ցանկությունն է։ Երկու անգամ Ռուսաստանը այստեղից հեռացել է։ Եվ մեր պատմությունը մեզ ցույց է տալիս, երբ որ Ռուսաստանը Հայաստանից հեռանում է կամ թուլանում է, մենք անկախություն ենք, անկախանում ենք։
Մեկ առաջին հանրապետությունը ռադը քաշեց, մենք հիմնադրեցինք առաջին հանրապետությունը ցարական Ռուսաստանի ժամանակ։ Մեկը ԽՍՀՄ-ը ռադը քաշեց, ստեղծեց այս ձևականորեն երրորդ հանրապետությունը, բայց ստեղծվեց ամեն դեպքում։ Հիմա էլի ռադը քաշում է, մեր համար պատմական շրջան է։ Մենք մեր իրավական դաշտը պետք է կարգի գա, մեր արդարադատության համակարգը բան պետք է բացատրի, ես պետք է բան հասկանամ։ Ոչ թե բան պետք է բացատրի, ես շջոգեմ ինքը ինչ ասում։ Որ մեր իրավաբաններից, մեր արդարադատությունից գլուխ չեմ անում։ Ես ընդհանրապես գլուխ չեմ անում։ Հայաստանում ինչ ասես կարելի է հիմնավորել։ Ցանկացած հանցագործության համար կարելի է օրենք գտնել հիմնավորել։ Այս արդարադատության համակարգներ լավը չի։ Ինչ ասեմ, կոմպլեքս խնդրեմ է։ Կոմպլեքս խնդրեմ է, բայց ելի եմ ասում, ես մեր եկեղեցու դերակատարությունը չեմ ուզում նսեմ ասել, ստե կարևոր է ինքը։ Ինքը պետք է գա մեր ժողովրդին, մեր քրիստոնեական քաղաքակրթությունը տանի դնի աշխարհի էլիտար ժողովուրդների կողքը։ Մենք քրիստոնեական քաղաքականության մեջ էլիտար ժողովուրդ ենք։ Բայց այս մարդը այդ գործը չի անում։ Տերորիստ են արտադրում, էս են անում, են անում։ Չգիտեմ, տարբեր բաներ կա, բայց իհարկե գլխավորը քաղաքական ներկայությունն է։ Ռուսական հոգեկան հիվանդների ներկայություն է, որ գիտեք, խնդրեմ կա, միայն շարը գործակալ ասելով չի, էլի, ասենք գործակալ են բրծնենք։ Դա բավարար չի։ Չի կարող մարդը այսքան պատմություն իմանալով, թե ինքը Ռուսաստանից ինչ ողբերգություններ է ունեցել։ Թեկուզ ենթադրենք գործակալ է, բայց կարող է ուղեղ ունենա, ասի լավ, հələ մի քիչ թուլացնեմ, էլի, հələ իմ պետությունն է։ Ուրեմն գործակալ լինելը բավարար չէ, այս մարդիկ հոգեկան հիվանդ են։ Այս մարդիկ մեզանից հեռացած էթնոս են։ Ֆիզիկապես, արտաքնապես, չգիտեմ, ինչ-որ բաներով, ձևական ֆորմալ բաներով հայկականության նշաններ ունեն, բայց սա մեզից հեռացած էթնոս են։ Մենք պետք է այս որոշումը կայացնենք։ Մենք պետք է սրանցից ազատվենք։ Մենք շարժ չունենք չազատվելու։ Եթե մենք դա չենք անի, մեղավորը կլինենք մենք։ Ինչ ասեմ, գործընթաց է, հուսով եմ, այս ընթացքը կօգտագործվի, բայց նաև ներեք ոնց է, այս ֆինանսական աղբյուրները սրանց պիստ ուղի, որովհետև ԿԳԲ-ն գլխավորապես գործում է նաև կաշառքների սիստեմների մեջ, եթե այդ սիստեմները մի քիչ էլ նաև ջարդվի, սրանց փողի աղբյուրները, դա էլ կթուլանա։ Հիմա ոնց որ թե ինչ-որ գործընթաց սկսվել է, հուսանք եւ պիտի պահանջենք, որ դրանք ժամանակին իրենց արդյունքը տան։ Եվ կարճ ամփոփելով, պարոն Ֆուքեսյան, այս առաջին օրերն են արդեն այսպես ասում են, որ պետք է հայկական քաղաքական միտքը վերականգնի հարաբերությունները մեր ավանդական բարեկամի հետ, որովհետև ահավոր բաներ տեղի կունենա, եթե մեր ապրանքը այնտեղ չվաճառվի։ Մյուս կողմից էլ արվում է ամեն ինչ, որ ժողովրդին հանեն սեփական պետության դեմ։ Եվ իսկ այն ինչ կա, ապա լեգիտիմացիա։ Այս բոլոր ճառերը հանրագումարում թողնում են հենց այս, ինչպես ասում են, չոր մնացորդ։ Այս սկսած, իսկ դու թուրք տեսել ես, սկսած այդ հարցից, վերջացած ավելի բարդ, այսպես բաներով, դե խաղաղությունը թիրախավորել է, գիտենք, թրիփը թիրախավորել է, գիտենք, Եվրոպան եւ Եվրամիության մեր ընթացքը թիրախավորել է, էդ էլ գիտենք, հիմա արդեն կոնկրետ պահանջ են դնում։ Իսկ ռուսական ռոպագանդան էլ հենց դա է տանում, որ այո, Հայաստանն է փչացրել հարաբերությունները Ռուսաստանի հետ։ Եվ ահա բանալին գտավ իր անցքը։ Խնդրեմ։ Դե ինչ ասեմ, այս մարդ, եթե մենք իրենցից չենք սպասելու, որ սրանք ասեն հարգելի Ռուսաստան մի քիչ չափավորվի։ Հո սրանց չենք սպասելու, որ ասեն սիրելի Ռուսաստան, Հայաստանը ԵԱՏՄ-ի անդամ պետություն է։ Մի քիչ բարդ հարաբերություններ կան, բայց իհարկե դուք իրավունք չունեք սանկցիաներ կիրառել։ Այս մարդկանցից դա սպասելը լրիվ աբսուրդ բան է։ Հետևաբար այդ մարդիկ պետք է անեն այն, ինչի համար իրենք այդտեղ են, նաև ինչի համար իրենց բերել են այդտեղ, բայց նաև ինչի իրենք ուզում են։ Այս հատվածը պետք է նկատի ունենանք, մեզ հետ կապ չունեցող հատված է, մեր ժողովրդի դարդով չապրող հատված է, նվազագույն խիղճ եւ հոգատարություն չունի ժողովրդի նկատմամբ, հակառակն է իր ժողովրդի
ցավերը, դարդերը իր ժողովրդի դեմ օգտագործելու ուրիշի համար օգտագործելու հանուն Ռուսաստանի սեփական պետության դեմ մատնություններ տալու սեփական պետության կյանքը ցնցելու ուղղված հատված է, մարդիկ գիտենք իրենց մնացածը իրենց դիսկուրսը, ասենք, վաղներ մի նոր էշություն կխոսեն, մեր պրոբլեմն է, որ նստենք դրանց էշությունները քննարկենք, ասենք, ես ինչ մի էշություն եմ խոսել, բայց այդտեղ իշխանությունը լավ պետք է աշխատի։ Մենք բացատրական աշխատանքում հատկապես իշխանությունը մի քիչ թույլ են։ Նաև չգիտեմ, պետք է հասկանանք, օրինակ, Ռուսաստանը ինչ է սանկցիաները շարունակում, ինչ են սրանք ժողովրդի հույզերի վրա աշխատում, ինչ են գյուղացիներին տրամադրում պետության դեմ, ինչ է Ռուսաստանը որոշել մինչև վերջ գնալ այս սանկցիաները, որտեղ տպավորություն կար եւ նորմալ տրամաբանություն նշում էր, որ ընտրություններից հետո պետք է թարգի, էլի։ Մինչև ընտրությունները սանկցիաներ կիրառելը հասկանալի է, ճնշում էր պետք իշխանության վրա, բայց հիմա ընտրություններից հետո հասկանալի չի, լավ, ինչ է շարունակում։ Ուրեմն կարող է որոշում ունել մինչև վերջ գնա Ռուսաստանը։ Վաբան գնա, ինչ կլինի, լավ կլինի, վատ կլինի, կարևոր չի։ Սրանց էլ զուգահեռ այտենց կալինկան ասել է միացրեք, սկսեք մխտարել ներքաղաքական կյանքը, տագնապ տարածեք, Թուրքիայի վախը նորից տարածեք, գյուղացիների մոտ աղքատանալու միտումներ դրեք, չգիտեմ, դի հասկանալ ինչի համար է դա արվում։ Դա համար այստեղ բացատրական աշխատանք պիտի տարվի մեր ժողովրդի հետ, որ սա կեղծ թեզեր են, իրականությունից կտրված թեզեր են, հակառակը Ռուսաստանի սանկցիաները մեզ օգնում են։ Մեզ օգնում են անկախանալ, նախ անկախանալ մտածողությամբ։ Մի անգամ հայությունը Ռուսաստանից մտքով, հոգով, բնազդով պիտի աշխատաշուկայով պիտի կտրվի, մի անգամ պիտի կտրվի, դա վատ է, դա ցնցումով է լինելու, կարևոր չի, մի անգամ պիտի կտրվի, ես օրինակ բաներ կա մտածում եմ, դա Ռուսաստանը չաներ մենք կանենք, թե չէ, չգիտեմ, մի քիչ կասկածներ ունեմ, էլի, դրա համար, բայց այդտեղ նաև էլի պետք է շարունակենք հասկանալ իշխանությունը ինչ իրավաքաղաքական միջոցներ է կիրառելու այս հատվածին զսպելու։ Իրավական միջոցներ շատ կա։ Կարելի է իրավական միջոցներով սրանց զսպել։ Եթե ոչ, ապա մենք պետք է հասկանանք, որ մենք պիտի աստիճանաբար իրական այլընտրանքային ժողովրդավարական բևեռ ձևավորենք, որ մյուս ընտրություններին իշխանության հետ աշխատի։ Որովհետև էլ եմ ասում, մենք այսօր, ենթադրենք մենք այս անցումը անցանք, ասենք սրանք վոտերներից չամուր եղած, եկան անցանք հաջորդ ընտրություններ։ Ես չունեմ վստահություն, որ հաջորդ ընտրությունների ժամանակ մենք նոր գործակալական ցանց չենք ունենալու, որոնց դժվար կլինի, օրինակ, քաղաքականապես արգելել։ Բայց եթե այլընտրանքային թեւ չկայացավ, խնդրեմ է լինելու։ Հետևաբար, այստեղ մենք խնդիր ունենք։ Սրանց ագրեսիան զսպելու, սրանց ունեցվածքը, մեր ժողովրդից գողացած ունեցվածքը հետ բերելու մեր ժողովրդին, սրանց չափավորելու, իրավական բոլոր process-ը ոչ մեկին չխղճալ, ոչ մեկին, որտեղ այս մարդիկ անխիղճ մարդիկ են։ Դուք սրանց մի օր Հայաստան տվեք, 3 օր հետո կծախեն Ռուսաստանին, առանց խղճի, առանց այսքան խղճի, որտեղ այս մարդիկ մեզնից չեն, մտածողությամբ աշխարհայացքով։ Եվ չգիտեմ, մեզ ընթացքում դե հասնենք հաջորդ ընտրություններին, հուսալու հարցել չի, դե աշխատել մեր հասարակության հետ, բացատրական աշխատանք տանել մեր ժողովրդի հետ, որովհետև էլ եմ ասում, այդքան կապ չունի է փողով են տվել, ինչով են տվել։ Մի 500,000 դա ողբերգական թիվ է։ Ես ներվայնանում եմ այդ թիվը։ Ես այդ թիվը լսում եմ, ես ներվայնանում եմ։ Ասենք ինչ ուզում եք բացատրեք, իշխանությունը պետք է փակեր, ենթադրենք, ասենք ուժը տեղը չի փակի, 500,000 մարդ գնաց զայն տաս, փողով է տվել, ինչով է տվել, դա կարևոր չի։ Այդ սեգմենտը կա։ Մենք պետք է աշխատենք այդ սեգմենտի հետ, իշխանությունը պետք է աշխատի, կրթությամբ, չգիտեմ, ամեն ինչով։ Նաև այս հատվածին պետք է կարողանանք քաղաքականապես եւ իրավական դաշտում ջարդել, որովհետեւ հաջորդ ընտրությունից սրանք շանս չունենան։ Շատ շնորհակալ եմ, պարոն Սուքասյան, որ ընդունեցիք հրավերս այս առաջին հարցազրույցի համար եւ ժամանակ հատկացրեցիք մեր եթերին։ Միշտ նոր հանդիպում եւ ամենայն բարիք։
Մենք ավարտեցինք մեր հարցազրույցը քաղաքագետ Հայկ Սուքիասյանի հետ։ Բաժանորդագրվեք Ռուբեն Մեհրաբյան Talks YouTube-յան ալիքին, մեկնաբանեք, լայքեք, գրեք ձեր կարծիքը, քննադատեք, համաձայնեք կամ ձեր անհամաձայնությունը հայտնեք թեկուզ եւ կոշտ, բայց կոռեկտ եւ սեղմեք զանգակը, որ կարողանաք հետևել մեր հետագա եթերին։ Խաղաղություն եւ բարի մնացած։